Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների տնտեսական կապերն ընդլայնելու եւ հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության եւ բարեկեցության խթանելու հանձնառությունը։ Եվրամիությունը ջերմորեն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը, այս մասին ասել է Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը։ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը հաստատում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու Ադրբեջանի ձգտումը։ Այս մասին Գլոբալ Հարավ ՀԿ-ների հարթակի գլխավոր ասամբլեայում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի պետ Հիկմետ Հաջիևը, հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Տարիներ տևած պատերազմից հետո հարևան Հայաստանի հետ հարաբերությունների մեկնարկը հաստատում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու Ադրբեջանի ձգտումը։ Բաքվի Բանտիցե Բաբայանը փոխանցում հիմա այլընտրանք չունի, քան իրավապաշտպաններին եւ աշխարհով մեկ սփռված իր խոսքով բարի կամք ունեցող մարդկանց դիմելը։ Վերջին 3 տարիներին Ադրբեջանի դատարաններում մարդու հիմնարար իրավունքների խախտումներով են ընթանում հայերի այսպես կոչված դատավարությունները, որոնք իրականում Բաբայանի ձևակերպմամբ էթնոքաղաքական վենդետա են մեր ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի դեմ։ Անհետացել են իմ այստեղ վերաքննիչ դատարան ուղղված նամակ բողոքներից, որպեսզի նաև վերաքննիչ դատարանում վերանայվի այս գործը։ Իսկ մենք դուք գիտեք, որ ուզում ենք դիմենք միջազգային դատարան։ Իմ հաստատանն է դրա մասին տեղյակ պահել 20 թվականի մայիսի 7-ին, ասելով, որ վերջին օրն է դիմումների հանձնման եւ այն իհարկե անակնկալ էր, քանի որ վերջին օրը պետք է լիներ փետրվարի 25-ը եւ այդ ամենը անհետացել է, չկա։ Կարևոր է այնքանով, որ վիճակվի նաեւ եթե անհրաժեշտություն կա բովանդակային իմաստով։ Մյուս կողմից սա կրկին վկայում է նրա մասին, որ Ադրբեջանի իշխանությունները առիթը օգտագործում են, որ միջազգային հսկողությունից դուրս են ընդհանուր առմամբ մնացել եւ պահանջատիրություն չկա, այդ թվում նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից։ Մեկուսարանից բանտ տեղափոխման ժամանակ ադրբեջանցիները նաեւ արգրավել են Բաբայանի դատարանում ունեցած վերջին ելույթի ձեռագիր տեքստերը։ Սա էլ Արցախի նախկին արտգործնախարարի համոզմամբ ոչ այլ ինչ է, քան քննադատական բոլոր հայտարարությունները ոչնչացնելու քայլ։ Ով է իմանում, աղ ինչ կլինի հետո։ Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե շինծու է, ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի եւ պաշտպանենք մեր իրավունքները, որովհետեւ մենք դիմելու ենք միջազգային դատարան։ Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են։ Օրինակ Բաբայանի ոսկյա խաչով վզնոցն ու արծաթե թզվեը, որ ձեռքի աշխատանք են, նույնիսկ նրա դեմ դրված մեղադրականում են տեղ գտել։ Ադրբեջանցիներն այդ թղթում գրել են, թե խոզարկման ժամանակ հայտնաբերել են 2 մետաղականիր՝ սպիտակ ու դեղին գույնի։ Շատ հետաքրքիր է այսպես կոչված վկաների բարձաբանելը։ Մի վկա, որ ինձ առաջինը ճանաչեց ճակետներում, դա այն էր, որ Բայց ասեց, որ դու Վիտալի Բալասանյանն ես, քեզ լավ հիշում եմ, ծեծում էր ինձ, խոշտանգում էր։ Մյուսը, որ ինձ ճանաչեց, դա էլ ասում էր, որ իրեն մատնանշելով մեզ կախել էինք գլուխը դեպի ներքև, 7 օր պահել ենք այդ իրավիճակում, ծեծում էին։ Ես հարցնում եմ, ասում եմ, նույնիսկ չղջիկները, որոնք միլիոնավոր տարիներ էվոլյուցիա են անցել, չեն կարող ամբողջ օրը 7 օր իրար հետևից կախված մնալ։ Ո՞նց ես դու կախված մնացել։ Բաքվում հալածվող հայերի պայքարը արդարության ու մարդու իրավունքների համար է, հայտարարում է Բաբայանն ու ադրբեջանական բանտից բոլորիս կոչ անում պինդ մնալ։ Պինդերեք Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նախորդ տարիների ընթացքում Հայաստանում 288,000 նոր աշխատատեղ է ստեղծվել։ Աջափնյակցիների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտել է, որ իրենց խնդիրը հնարավորին շատ մարդու բարձր աշխատավարձային հաստիկներում ընդգրկելն է։ Դրա համար էլ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքներ փոխանցող ծրագրեր են իրականացնում։ Փաշինյանը նաև խոսել է պետության եւ մայրաքաղաքի առաջ ծառացած էկոլոգիական խնդիրների մասին։ Երևանի բոլոր թաղամասերում կա ջրերի մաքրման խնդիր եւ մենք պետք է հասկանանք, որ վատ ենք վերաբերվում մեր երկրին ու հայրենիքին, եթե մենք թույլ ենք տալիս, որ չմաքրված ջուրը, օգտագործված ջուրը առանց մաքրման վերադառնա բնություն։ Դա հետո վերադառնում է մեզ ու մեր երեխեքին ամենատարբեր հիվանդությունների տեսքով, կյանքի կրճատման տեսքով, կյանքի որակի կրճատման տեսքով։
Այս կանոնով հաղթողը դառնալու է սուպերվարչապետ, ընդդիմությունն էլ աշխատելու է նույն կերպ, ինչպես նախորդ 5 տարիներին էր։ Բոլորին դեմ եմ կուսակցության ներկայացուցիչները փորձել են բացատրել քաղաքական ներկա իրողությունների նկատմամբ իրենց դիրքորոշումը եւ պատճառը, թե ինչու են բոլորին դեմ։ Մինչ այդ падգամավորության տեխնացուները անցորդների հետ միասին բարի բուն իմաստով ջուր են ծեծել դատարկված Կարապի լճի հարևանությամբ։ Դրանով ցույց տալով քարոզարշավի process-ում ներգրաված ուժերի ելույթների նկատմամբ իրենց դիրքորոշումը։ Ազիվ ստեղծվել է հնարավորություն ազատ կամ ազատության ձգտող հայերին ու ՀՀ քաղաքացիներին գնալ ու քվեարկել ներկա քաղաքական մարզի բոլորին դեմ, բոլորին գնահատական տալ ու թողել նույն դասարանում, ընտրելով քվեատեղծիկ համար 2-ը։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ է ունեցել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, Գյումրիում, Արտիկում եւ այլ համայնքներում։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գուրգեն Սիմոնյանը համակիրների հետ շրջել է փողոցներով, քաղաքացիներին բաժանել քարոզչական նյութեր ու կոչ արել մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։ Գուրգեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է վարի իրատեսական եւ պրագմատիկ արտաքին քաղաքականություն։ Նրա խոսքով Եվրամիության պետությունների հետ անհրաժեշտ է հարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի, Թուրքիայի հետ ձևավորել բարիդրացիական հարաբերություններ, իսկ Ադրբեջանի հետ հասնել հավասարակշռված հարաբերությունների։ Ասվածը հաջող է, որ դուք սկսեցիք այդ պրոցեսները, շատ լավ կեղնող է, դուք սկականից կակ։ Հունիսի 8-ից Հայաստան դաշինքի քաղաքականությունն ուղղված է լինելու արդյունաբերության վերածննդին, բարձր տեխնոլոգիական տնտեսության ստեղծմանը։ Դաշինքի տնտեսական թևի ուսումնասիրության համաձայն այսօր Հայաստանի տնտեսական աճը հիմնականում ծառայությունների, մանրածախ առևտրի վրա է հիմնված, իսկ արտահանումն առավելապես ապահովում են ոսկին, ադամանդը, հանքարդյունաբերությունը, կոնյակը, ծխախոտը։ Գյուղացու եղած խնդիրները գնալով ծանրանում են, մթերում եւ իրացում, ռոկման ջրի բարձր սակագներ։ Հայաստան դաշինքի անդամները խոստանում են ստեղծել մրցունակ գյուղատնտեսություն, դաշինքի քաղաքականությունն ուղղված է լինելու գյուղատնտեսության եկամտաբերության բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովմանը։ Նախատեսում են մինչև 15 միլիոն դրամի արտոնյալ 0% տոկոսադրույքով վարկավորում, շուկայականից էժան վառելիք ու սերմացու, իրացման ու արտահանման հարցերով աջակցություն։ Հայաստան դաշինքը խոստանում է կվերականգնի գյուղատնտեսության նախարարությունը։ Ես ուզում եմ, որ մեր Հայաստանն էլ լինի ուժեղ եւ հզոր։ Արտիկում դաշինքի եւ համախոհների հետ հանդիպման ընթացքում ազատ ոչի ըմբշամարտով զբաղվող մեդալակիր 7-ամյա մի տղա վերցրեց խոսափողը ու հայտնեց, որ ինքը շատ է ցանկանում, որ Հայաստանը լինի հզոր եւ ուժեղ։ Իմ սերունդը ասենց երեխա լինելով այսքան համարձակ չէի։ Փոքրիկն ու երկրորդ նախագահը չափեցին ուժերը։ Հայաստան դաշինքի առաջնային քայլերից են լինելու սոցիալական բևեռացումը վերացնելը, նվազագույն աշխատավարձի հավասարեցնելը նվազագույն կենսապահովման զամբյուղի արժեքին։ Դաշինքը խոստանում է, բազային կենսաթոշակի առնվազն 50% աճ, այն պարտադիր ինդեքսավորվելու է գնաճին զուգահեռ։ Դաշինքը խոստանում է ձմռան ամիսներին ամբողջությամբ փոխհատուցել սոցիալապես անապահով միայնակ թոշակառուներին, ծայրահեղ աղքատ եւ երեխա ունեցող ընտանիքների գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերը։ Կառավարության որոշմամբ Լիբանանում շարունակվող պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում Հայաստանի կողմից մարդասիրական աջակցություն տրամադրելու նպատակով կհատկացվի շուրջ 60 միլիոն դրամ։ Գումարից 34 միլիոն դրամը կողվի պարենային ապրանքների եւ սանիտարահիգենիկ պարագաների ձեռքբերմանը, իսկ 26 միլիոն դրամը դեղորայքի ապահովմանը։ Աջակցությունը նախատեսվում է փոխանցել Լիբանանի Հանրապետությանը որպես մարդասիրական օգնություն։ Ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների լուծման համար պետության բյուջեից սահմանված 3.7%-ի փոխարեն 7.7%-ի վերաբաշխում կկատարվի։ Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության նիստի ժամանակ։ Ընդունած որոշմամբ ազգային անվտանգության ծառայությանը 2026 թվականի բյուջետային տարվա համար սահմանված վերաբաշխման սահմանաչափը բարձրացվեց։ 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը հատկացվել է շուրջ 61.6 միլիարդ դրամ եւ գործող իրավակարգ
մեկնաբանման համաձայն ազգային անվտանգության ծառայության վերաբաշխման սահմանաչափը կազմում է շուրջ 1 միլիարդ 232 միլիոն դրամ։ Մեր երկրի օդային տարածքով չվերթների թիվը մարտ-ապրիլ ամիսներին ավելացել է մի քանի տասնյակով Իրանի երկնքի փակման պատճառով։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից ներկայացնելով մարտ եւ հունվար ամիսների տվյալներն ասել են, որ Հայաստանի տարածքով թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման օրական հասույթն ավելացել է ավելի քան 1000 եվրոյով։ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է մայրաքաղաքում մթնոլորտային օդի որակը մայիսի 5-ից 11-ը։ Այսպիսով փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան կենտրոնում եւ Նոր-Նորքում, չի գերազանցել Արաբկիրում եւ Շենգավիթում։ Օզոնի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջապատ կենտրոնում, Արաբկիրում, Նոր-Նորքում, իդեպ չի գերազանցել Շենգավիթում։ Երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ոստիկանները բացահայտել են կիբերհանցագործության հերթական դեպքը ներքին գործերի նախարարության ոստիկանության տեղեկացմամբ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարփի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա եւ հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։ Հանցավոր խումբը օգտագործել է բարձր տեխնոլոգիական լուծումներ, օրինակ օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք բերված համապատասխան ծառայություններ եւ հարթակների միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր, ձևակերպելով որպես տեղական զանգեր։ Թվային հետքերը վերացնելու եւ բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով կիրառվել են քողարկման հատուկ մեթոդներ։ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտո արժույթի։ Պետական այցով Չինաստան ժամանած Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի դիմավորման հանդիսավոր արարողությանը հաջորդել է նրա եւ նախագահ Սի Ցինփինի բարձր մակարդակի հանդիպումը։ Պեկինյան բանակցությունների առանցքում առևտրատնտեսական, ինչպես նաեւ Իրանի եւ Ռուսաստանի շուրջ զարգացումներով պայմանավորված միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր են ներառված։ Երկու երկրների ղեկավարները անդրադարձել են այցի պատմական նշանակությանն ու դրանից ակնկալվող արդյունքներին։ Իդեպ սա Թրամփի եւ Սի Ցինփինի դեմ առաջին հանդիպումն է 2025 թվականի հոկտեմբերից հետո։ Վերջին անգամ Թրամփը Չինաստան էր այցելել 2017-ին։ Պատիվ է ձեզ հետ լինելը, պատիվ է ձեր ընկեր լինելը, եւ Չինաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերություններն ավելի լավ են լինելու, քան երբևէ։ Մենք պետք է լինենք գործընկերներ, ոչ թե հակառակորդներ, նպաստենք միմյանց հաջողությանը, միասին բարգավաճենք եւ գտնենք նոր դարաշրջանում մեծ պետությունների համակեցության ճիշտ ճանապարհը։ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների հնարավոր ընթացքին է անդրադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այսօր առավոտյան ես երկար հեռախոսազրույց ունեցա Ջարեդ Քուշների եւ Սթիվ Ուիթքոֆի, ինչպես նաեւ արաբական աշխարհում մեր մի շարք ընկերների հետ, թե իրադարձությունները ինչ հունով կընթանան կպարզի ժամանակը։ Հիմնական հարցը այն է, թե արդյոք մենք բավարար առաջընթաց կգրանցենք նախագահի կարմիր գծին հասնելու համար, եւ այդ կարմիր գիծը շատ պարզ է։ Նա պետք է վստահ լինի, որ մենք մի շարք պաշտպանիչ միջոցներ ենք ձեռնարկել, ապահովելու համար, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի։ Հնդկաստանի հյուսիսում ուժեղ փոթորկի եւ տեղատարապ անձրևների հետևանքով 57 մարդ է զոհվել։ Զոհերի մեծ մասը հայտնվել է փլատակների տակ պատերի եւ ծածկերի փլուզման պատճառով։ Մի քանի մարդ մահացել է կայծակի հարվածներից եւ տապալված ծառերից։ Նահանգի իշխանությունները տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներին հանձնարարել են այցելել տուժած շրջաններ եւ հնարավոր բոլոր օգնությունը ցուցաբերել տարերային աղետի զոհերին եւ նրանց ընտանիքներին։ Թուրքիայի հյուսիսում Սասուն նահանգում ուժեղ ջրհեղեղներ են տեղի ունեցել։ Հորդառատ անձրևների պատճառով Հավզա շրջանով հոսող գետը դուրս է եկել ափերից, որի հետևանքով ողողվել են փողոցները, մեքենաները ջրի տակ են անցել, վիրավորվել է 12 մարդ։ Վատ եղանակը վնասներ է հասցրել նաև Թուրքիայի այլ քաղաքներին եւ շրջաններին։ Հայկավան գյուղի վարչական տարածքում 21-ամյա Նարեկը Lexus GX 460-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պարսպին ու թիթեղյա ցանկապատին։ Վարորդը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն, սակայն ավելի ուշ գիտակցության չգալով մահացել է։ Մայիսի 13-ին Դավիթ Բեկի փողոցում բախվել են Մերսեդեսը, Մազդան ու Օփելը։ Մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի բարեկները։ Նշված վայրում մինչ բարեկները
սպասում էին քննիչի ժամանմանը, տեսնում եք, այն կողմում 3 տրանսպորտային միջոց կա վնասված, դա այս վթարի հետ կապ չունի։ Մայիսի 13-ին Գավառի Միքայելյան փողոցում բախվել են Ինֆինիտին եւ ՎԱԶ 2121-ը։ Ինֆինիտին հետո բախվել է Փայտե Էլեկտրասյանը, Գազատարի Երկաթյա Հենասյանը, վարորդը տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի բարեկները։ Մայիսի 13-ին Խորենացի փողոցի 47 հասցեի մոտ դառնաբրած ամբողջությամբ փտած հաստապուն ծառը պոկվել ու տապալվել է, վնասվել է 3 մեքենա։ Երևանի շրջփրկարարական ջոկատներից մեկի փրկարարները, Երևանի քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀԱԿ-ի աշխատակիցները ծառահատուկ էլեկտրական սղոցներով մասնատել ու հեռացրել են։ Եվ արդեն 10 օրից ավելի է Հոսեփեմին փողոցում փոքրիկ կամրջի վրա աղբե կուտակված։ Եթե աղբի բուրգը շարունակի ավելանալ, մի քանի օրից այստեղ անգամ երթևեկությունը կդժվարանա։ Հիմնականում կենտրոնացած է շինարարական աղբ։ Քայլեր է պետք ձեռնարկել, նաև տեսախցիկներ տեղադրել։ Թե ով է բերում լցում, թե ով պիտի տանի, երևի ոչ Երևանի քաղաքապետարանին, ոչ էլ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին չի հետաքրքրում։